Բարոյձեզ հարգելի գործընկերներ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հերթական նիստ է գումարել, նիստի օրակարգի նախագծում 4 հարց է։ Առաջին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 67-ա որոշման մեջ լրացում կատարելու մասին հարցը, դատախազության միջնորդությունները հետ վերադարձնելու մասին հարցը, ականատես համատեղ դիտորդական առաքելության անունից Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի հասարակական կազմակերպության եւ իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի թիվ 24 ընտրատասկեն ընտրական հանձնաժողովի 12/06/2026 թվականի թիվ 13-ա որոշման դեմ դիմում բողոքի մասին հարցը Եվ 4 հարցը ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած ուժեղ Հայաստան կուսակցության դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ինքնաբացակ ներկայացած մանդատից հրաժարված պատգամավորի թեկնածուի գրանցումը ուժը կորսած ճանաչելու մասին հարցերը։ Օրակարգի նախագծի վերաբերյալ հարցեր, դիտողություններ կան, չկան։ Այդ դեպքում օրակարգի նախագիծը ներկայացնում եմ քվեարկության, ովքեր են կողմ օրակարգի նախագիծը հաստատելու։ Կողմ 7 օրակարգի նախագիծը հաստատված մեր աշխատանքները սկսում ենք առաջին հարցով զեկուցողը ես եմ։ Հարգելի գործընկերներ, մեզ բոլորիս հայտնի է, բայց հանրության համար ուղղակի իրազեկեմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 27-ի նշյալ որոշումը դա այն որոշումը, որ թիմ ընտրությունների համար կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այսինքն այս 26 թվականի թիմ ընտրությունների համար օրերը սահմանել եւ ըստ այդմ մենք 3 օր էինք սահմանել եւ 1 օրը թողել էինք բաց, հենց այն հանգամանքով պայմանավորված, որ կարող է խոշորացումներ եւ այլ, այսինքն տեղական մարմնում կարող են գործընթացներ տեղ ունենալ, որոնց արդյունքում առաջնությունն առաջանա նաեւ 4 օրը սահմանելուն եւ բոլորս տեղյակ ենք, որ այս ընթացքում արդեն խորհրդանի կողմից որ եթե չեմ սխալվում, երկու խոշորացման օրենքներ են ընդունվել, այսինքն երկու համայնքներ են երկու խոշոր համայնքներ են վերստին ձևավորվել եւ ներկայումս նաեւ կա մեկ նախագիծ եւս որ հնարավոր է նաեւ կրկին նորից խոշորացում տեղի ունենա ըստ այդմ առաջարկում այն նախագիծը որը ներկայումս ներկայացնեմ Ղեկավարվելով նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի առաջին հոդվածի երկրորդ մասով 33-րդ եւ 34-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենքի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի երկրորդ մասի 7-րդ կետով եւ 120-րդ հոդվածի առաջին մասով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի 2026 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը սահմանելու մասին թիվ 67 որոշման առաջին կետում 2026 թվականի նոյեմբերի 20 բառերից եւ թվերից հետո լրացնել եւ 2026 թվականի դեկտեմբերի 20 բառերով։ Այսինքն որոշումը ուժի մեջ է մտնում նիստում հրապարակման պայթ։ Նախագծի հետ կապված հարցեր կան դիտողությունը չկան, երբնը չկան։ Այդ դեպքում հարգելի գործընկերներ նախագիծը, որը ներկայացրեցի, ներկայացնել քվեարկության, ովքեր են կողմ որոշման ընդունմանը։ Կողմ 7 որոշումը ընդունված է։ Հաջորդ հարցով զեկուցողը Տիկին Հովհաննիսյանն է, համեցեք Տիկին Հովհաննիսյան։ Շնորհակալություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացվել են գլխավոր դատախազությունից մի շարք միջնորդություններ ազգային ժողովի ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորների վերաբերյալ մասամբ քրեական հետապնդում հարուցելու եւ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու վերաբերյալ ես նախագծերը կներկայացնեմ ըստ ստացման հաջորդականության Առաջին նախագիծը, որ հանձնաժողովին ներկայացվում է, դա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում միջդատական բարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից 2026 թվականի հունիսի 18-ին ներկայացված միջնորդություններն են ազգային ժողովի 26 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցած ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մհեր Հայկի Աղամյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ վերջինիս ազատություն զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալու մասին Ես նկատեցի, որ դատախազության ներկայացուցիչները ներկայացել են այս միջնորդությամբ, գիծ գրությամբ նշված է, որ կմասնակցի
Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեի միջդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արսեն Կոստանյանը։ Դուք եք։ Կոստանյանը այստեղ չի։ Հայաստանի Հանրապետության կներեք Տիկին Հովհաննիսյան, ուղղակի պարզաբանման համար մենք դատախազներին տարուցել ենք, որ քննարկելու ենք, բայց դատախազի իրավունքն է, այսինքն գալ չգալ, այնպես որ այստեղ որևէ արտարոց բան չկա, որ Չէ, ես ուղղակի ուզում եմ հասկանալ։ Նաև ես ուղղակի քան որ մեզ ու եթերով հետևում են, նաև տեսագրվում է դրա համար, որ այստեղ արտարոց որևէ բան չկա, էլի։ Նախագծում ներկայացված է ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթը 90-րդ հոդվածի 5-րդ մասի պատգամավորի թեկնածուն մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնել ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության նա չի կարող զրկվել ազատությունից բացառությամբ երբ նա բռնվել է հանցանքը կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով Սույն մասու սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվել է ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու եւ նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա։ Ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի առաջի մասի համաձայն պատգամավորի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցման պահից։ Սույն օրենսգրքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածում են մինչև ազգային ժողով ընտրվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում մինչև սահմանադրական դատարանի որոշումն ընդունելը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 259-ա որոշումը վիճարկվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում, որը 2026 թվականի հուլիսի 4-ին ընդունել է ՍԴՎ 1835 որոշումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 259-ա որոշումը թողնել ուժի մեջ։ Վերոգրյալի հաշվառմամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրում է, որ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի 37-րդ հերթական համարի պատգամավորի թեկնածու Մհեր Հայկի Աղամյանն իր պատգամավորի թեկնածուի կարգավիճակը ձեռք է բերել 2026 թվականի մայիսի 3-ին եւ ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները եւ պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվել են մինչեւ 2026 թվականի հուլիսի 4-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի թեկնածուի կարգավիճակ չունեցող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալը։ Հիմք ընդունելով ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի առաջի մասը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մհեր Հայկի Աղամյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները կից փաստաթղթերով վերադարձնել։ Հարգելի գործընկերներ, Տիկին Հովհաննիսյանը ներկայացրեց որոշման նախագիծը, հարցեր կան, համեցեք պարոն Կարապետյան։ Տիկին Հովհաննիսյան, խնդրում եմ բազաբանեք այդ մասը, էլի, այսինքն ընտրված պատգամավորի դեպքում ձեր նշած նորմը եւս կիրառելի է։ Ընտրված պատգամավորի ոչ։ Այսինքն ընտրված պատգամավորի դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը պիտի համաձայնություն ընտրված լիազորությունները ստանձնած թե ընտրված լիազորությունները չստանձնած լիազորությունները չստանձնած Չէ, ինձ հետաքրքիր է, եթե ընտրվել է, բայց դեռևս լիազորությունները չի ստանձնել։ Մեր տիրույթում չի։ Շնորհակալություն։ Այլ հարցեր։ Այստեղ
Պարոն Կարապետյան, մի դիտարկում ես ներկայացնում, ըստ էության ընտրված պատգամավոր որպես այդպիսին մենք չունենք այս բան, որովհետև ընտրված պատգամավոր մենք կարող ենք ունենալ միայն այն ժամանակ, երբ որ կունենանք արձանագրությունը խորհրդանի կազմի վերաբերյալ։ Դրանից հետո քանի դեռ տվյալ անձը չի խորհրդանում չի մասնակցել առաջին նիստին կամ հետագայում նույնիսկ չի մասնակցել նիստին երթումը չի տվել, այսինքն չի ստանձնել իր լիազորությունները, ինքը ուղղակի որտեվ նույն հաջողությամբ կարող է ասենք հրաժարվել եւ չստանձնել լիազորությունները։ Սա ուղղակի որպես բարձրորեն հարգելի գործընկերներ, նախագիծը ներկայացվեց, այլ հարցեր կան, դիտողություն, ելույթ, գնահատական չկան։ Այդ դեպքում որոշման նախագիծը Տիկին Հովհաննիսյանի կողմից ներկայացում եմ քվեարկության, ովքեր են կողմ որոշման հաստատմանը, այն է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունին մասնակցած ուժեղ Հայաստան կուսակցության դաշինք ընտրական ցուցակում ընտրված պատգամ տեխնացու Մեհեր Հայկի Աղեմյանի նկատմամբ քրեական հետամուտ հարուցելի եւ վերջինիս ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները կից փաստաթղթերով վերադարձնել, ովքեր են կողմ որոշման ընդունման։ Կողմ եւ որոշումը ընդունված է Տիկին Հովհաննիսյան շարունակեք։ Հարգելի գործընկերներ, հաջորդը ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցած ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի տեխնացու Լևոն Նալբանդյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը վերադարձնելու մասին որոշման նախագիծն է։ Ես տեսնում եմ, որ ներկայացել է Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Հրաչյա Մարգարյանը, պարոն Մարգարյան։ Ըստ էության, քանի որ ես վերնագիրը արդեն ընթերցեցի, միջնորդությունը վերադարձնելու մասին, միջնորդությունը ըստ էության չեն քննարկելու, եւ եթե պարոն Հովակիմյան հարգարժան հանձնաժողովի անդամ